Ադրբեջանից նավթամթերք է գալիս Հայաստան վագոններով, երկաթգծով Վրաստանի տարածքով։ Եթե այս լուրից ձեզ վատ զգացի կամ եթե ձեր արժանապատվությունը խոցված համարեցիք այս լուրից, խնդրում եմ միշտապեք եկեք 1 րոպե քննարկենք։ Երկրների միջև գոյություն ունի հարաբերությունների երկու ռեժիմ։ Հակամարտության ռեժիմ, սառը, ակտիվ փուլում, պատերազմական, տնտեսական, կարևոր չէ, բայց հակամարտության ռեժիմ եւ տնտեսական համագործակցության եւ առևտրի ռեժիմ։ Ինչ է նշանակում այն լուրը, որ ես սկզբում հնչեցրեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ։ Արդյոք սա լավ է թե վատ։ Վստահաբար մեր ընդդիմությունը չէր ասի, որ սա լավ է։ Առնվազն կասեին, որ սա արժանապատիվ խաղաղություն չէ։ Կամ մի անուն կկպցնեին այս գործընթացին եւ վստահաբար կանեն դա։ Իհարկե յուրախություն մեզ այս անգամ չեն կարող ասել, որ բեռը թունավորված է, ինչպես ծորենի դեպքում էին ասում, որովհետև նավթամթերքը այսպես թե այնպես թունավոր է, բայց մի անուն կկպցնեն։ Բայց ինչն է այստեղ կարևորը, որքան մեծանում է տնտեսական փոխկապակցվածությունը երկրների միջև, այնքան մեծանում է հավանականությունը, որ իրենք կմնան այդ ռեժիմում եւ այնքան փոքրանում է հավանականությունը, որ իրենք կմտնեն հակամարտության մեջ։ Պարզ ասած, այնքան փոքրանում է պատերազմի հավանականությունը, որովհետև խրամատավորված սահմանը, որին երկու կողմում կանգնած են զինված զինվորներ եւ մարդիկ, շատ ավելի մեծ ռիսկի տակ է հարձակման ենթարկվելու, քան այն սահմանը, որի շուրջ տեղի է ունենում առևտուր, օրինակ։ Սա ակնհայտ ճշմարտություն է փորձված աշխարհում տարբեր դեպքերով։ Եվ հենց սա է մեր տեսլականը։ Մեր հարևանների հետ հաստատել կայուն խաղաղություն, բացել մեր երկրի սահմանները, դուրս գալ երկարամյա շրջափակումից եւ խաղաղություն եւ տնտեսական բարգավաճում ապահովել մեր ժողովրդի համար։ Ընդդիմության տեսլականը այն տեսլականն է, որը մենք տասնամյակներ շարունակ փորձել ենք, որը չի աշխատել։ Այդ տեսլականը հետեւյալն է. լինել շրջափակման մեջ, լինել մշտական հակամարտության մեջ հարևանների հետ եւ ինչպես փորձը ցույց է տալիս, մի քանի տարին մեկ ունենալ պատերազմ, զոհեր եւ տարածքային կորուստներ։ Մենք ընտրում ենք այն ճանապարհը, որով հիմա գնում ենք։ Իդեպ այս երկու տեսլականների բախման մասին է խոսում նաև այն փաստը, որ 2-3 օր առաջ ազգային ժողովում վերջնական ընդունեցինք նախագիծ, ըստ որի պարտադիր զինվորական ծառայությունը կրճատվեց եւ 2 տարուց դարձավ 1.5 տարի։ Ընդդիմությունը այս նախագծին իհարկե կողմ չքվեարկեց, որովհետեւ սա հակասում է իրենց տեսլականին։ Տեսլական, ըստ որի Հայաստանը գտնվում է մշտական հակամարտության մեջ, որտեղ հայը չպիտի լինի երջանիկ, հայը պիտի տառապի, հայաստանցին պիտի տառապի, ինքը չպիտի հարստանա, պիտի հարստանան իրենք այսօրվա ընդդիմադիրները, որոնք այն ժամանակ իշխանության են եւ նորից ուզում են լինել իշխանության։ Եվ եթե մենք ուզում ենք օգտագործել այս բացառիկ հնարավորությունը կայուն խաղաղություն ապահովելու մեր շուրջ եւ տնտեսական բարգավաճում ունենալու, մենք հաջորդ տարի պիտի անենք ճիշտ ընտրություն։ Լավ եղեք։